Համաշխարհային մեծ պատերազմից հետո առաջին հայ մարդն եմ, որ ոտք եմ դրել իմ պապերի սուրբ հողի վրա։ Դա 46 թվականի մայիսի 13-ի ցերեկը ժամը 12:12 էր։ 11 երիտասարդներ Պարսկաստանից որոշել էինք գալ հայրենիք։ Տարբեր հարցումների արդյունքներում պարզվում է, որ 68% Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, եթե հնարավորություն ունենան, կթողեն կլքեն հայրենիք։ 2010 թվականի տվյալներով եւ 2011 թվականի տվյալներով արդեն Հայաստանի Հանրապետությունում լքել են 109,000 մարդ։ Ինչն է պատճառը։ Պատճառը մեկն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վստահում իր իշխանությանը։ Ճիշտ է, այդ տարիներին եղան եւ դժգոհություններ եղան եւ դառնություններ եղան, ոմանք հեռանում էին երկրից, բայց որ արտագաղթը դառնա այսպիսի մեծ հոսք պատկերացումից դուրս է։ Վերջին տարիներին սպառման ծավալները նվազել են ընդհանրապես, բայց ամենահարուստների մոտ այդ սպառման ծավալները մեծացել են։ Այսինքն հարուստները սկսում են ավելի լավ ապրել, աղքատները շարունակում են ավելի վատ ապրել։ Այդ ինչ անհագուրդ ցանկություն է այնքան վերցնել, որ ուրիշներին բաժին չվնա եւ մյուսները ստիպված լինեն թողնեն երկրից հեռանալ։ Սա ինչ Աստված ինչպես է ստեղծել այդ մարդկանց, դժվարանում ես հասկանալ։ Մեր հաշվարկներով Հայաստանի Հանրապետության աղքատությունը կազմում է 60-65%։ Սա հենց նա է կարևորագույն դրդապատճառներից մեկը, որ քաղաքացին ուզում է Հայաստանից դուրս գնալ։ Եվ ինչու է նաև ուզում, որովհետև Հայաստանից դուրս նա ապրում է ավելի բարեկեցիկ կյանքով։ Սա հանցագործություն է։ Ես այդպես եմ ընկալում։ Սա հանցագործություն է ժողովրդի պատմության, մեր պատմության, ընդհանրապես մարդկային շենքի շնորհքի նկատմամբ հանցագործություն է։ Քաղաքացին չի ուզում ապրել մեր երկրում, որովհետև իրավական առումով պաշտպանված չէ, որովհետև մեր մոտ դատարաններ գոյություն չունեն, դատարաններ արդար դատարանների մասին է խոսքը, որովհետև կոռուպցիան մեծ չափերի է հասնում, որովհետև բիզնեսը նույնպես ապահովված չէ։ Այս հարցերը ուղղելու միակ ձևը, մենք միակ ձևը ունենալ մի իշխանություն, որը կկարողանա այս հարցերին տեր կանգնել։ Հակառակ դեպքում մենք կունենանք հայրենիք Հայաստանի Հանրապետություն, բայց առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ինչպես ասես, որ հասկանալի լինի, էլի, դա սրբազան երևույթ է։ Ընտրել մի իշխանություն, որը քո հարցերին տեր կանգնի, որին դու կարողանաս վստահել։ Սա է մեզանից պահանջվում եւ կարծում եմ, որ մենք կկարողանանք այդ իշխանությունը ունենալ։ Լինենք այդպիսին։ Հայաստանում համարյա ընտանիք չի մնացել, որը կիսված չլինի, որի մի մասը Ռուսաստանում, չգիտեմ Ամերիկայում, Թուրքիայում չլինի։ Թուրքիայում 50,000 հայաստանցի կա։ Դուք պատկերացրեք ազգային հպարտության ինչ վիրավորանք պիտի լինի, որ թուրքերը իրենց ձեռքով հայրին կոտորելով քշեցին դերձորի անապատները, այսօր կամավոր գնում են նրանց ծառայելու։ Եվ ինչ են անում Թուրքիայում։ Նոքարություն, տնային ծառայություն, էլ մյուս մասնագիտությունների մասին չեմ ուզում խոսել։ Հիմա ինչ ապագա կարող է ձեզ խոստանալ այս չեմ վախենում ասել, հանցավոր, գող, ավազակ, մարդասպան իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Որ թասիբ ունեցող մարդը, որ մտածում է երեխայի ապագայի մասին, կարող է կամավոր գնալ ձայն տալ իր դահիճներին։ Վերջին շրջանում շատացել են ինքնասպանությունները եւ ինքնասպանության փորձերը։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում գրավում է արդեն առաջին տեղերից մեկը։ Դրանք անհատական ինքնասպանություններ են։ Ես չեմ հասկանում Սերժ Սարգսյանին ձայն տալով մեր ժողովուրդը ամբողջությամբ ուզում է ինքնասպան լինել։ Ձեր ձեռքում է դրանց քշելը, վռնդելը մեկ օրվա գործ է։ Մեկ նորմալ քվեարկության, ընտրության հարց է։ Եկեք ուրեմն մայիսի 6-ը դարձնենք մեր արժանապատվության վերականգնման, մարդասպաններից, դահիճներից, սրիկաներից, գողերից, ավազակներից ազատվելու օր։
Ես ծնվել եմ Հայաստանում, ապրում եմ Հայաստանում, ապրելու եմ Հայաստանում, դրա համար ընտրում եմ կոնգրեսին։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որի մարտագաղթած ընկերները վերադառնան։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որովհետև կարծում եմ, որ այն միակ ուժն է, որ կարող է փոխել իրավիճակը Հայաստանում։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որ մեր երկիրը ղեկավարեն կրթված մարդիկ։ Ես իմ ձայնը տալիս եմ Հայ ազգային կոնգրեսին, քանի որ Հայ ազգային կոնգրեսում հավաքված են փայլուն մասնագետներ, որոնք միևնույն ժամանակ նաև հայրենասեր են։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որ ապրեմ ազատ եւ անկախ Հայաստանում։ Ես էլ եմ ընտրում Հայ ազգային կոնգրեսը։ Բան չմնաց։ Մայիսի 7-ից հետո մենք ունենալու ենք բոլորովին այլ Հայաստան, եւ ես կուզեմ, որ դուք ինձ հետ միասին լինեք այդ նոր Հայաստանի կերտողը։